կատարվածն եմ դառնանք այն ձևով այն մեթոդներով, որ նրան իրավապահները տարան, այդ դրան անդրադարձեք եւ այս ամենը չէ իշխանությունները ինչ են այս բանին Դեծևի հետ կապված արդեն կարծիքներ շատ է հնչել, բնականաբար ձևը կարելի է նաև այդ նույն բանը անել ծանուցելով եւ այս կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ քննությանը, հասկանալի է, որ այդտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելով այդ ամեն ինչը կազմակերպել, որ նաև դրանով գյումրեցիներին, դրանով մյուս քաղաքական թիմերին ինչ որ ասելու, այսպես ասեմ, մեծ ինչ կար, որը իրենք փորձեցին իրան չափով տալ։ Ընդդիմությունը շատ է, իշխանությունը շատ է անդրադառնում ձեր ստատուսին, որտեղ դուք նշել եք, որ ասողին լսողը պետք եւ նրանք ասում են մենք այդքան ձեզ զգուշացնում էին, որ այս ամեն ինչը կարող էր տեղ ունենալ։ Ինչու մեզ չվեցեք, հիմա այդ հորդորում եք ու ձեզ պետք է ուղղեիք։ Նախ միանգամից ասեմ, որ այդ հորդորը կոնկրետ ուղղված չէ Վարդան Ղուկասյանին, հենց որ շեշտադրված տանեմ, որ այդ ասում էր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ գտնվող մարդուն, պրոբլեմի մեջ հայտնված մարդուն, էլ ավելի, այսպես ասեմ, ճնշել կամ ինչ-որ խնդիրներ իր համար առաջացնեմ, խոսքը վերաբերվում էր նախընտրական շրջանում, այն ամեն ինչի մասին, որ ես խոսել էի, ասել էի իշխանությունների, քայլերի հետ կապված մնացածի մեկը խոսքը դրան էր վերաբերվում, մյուսը հետընտրական շրջանում, այսինքն այն ժամանակ, որ բոլոր լրագրողները այն ոչ ու պարով շագերտավոր բլոգերները, վերլուծաբանները, ովքեր որ, այսպես ասեմ, ընկած Մարտուն Գրիգորյանը գալիս ամբողջ Հայաստանով մեկ շտաբեցնում էին հայդարարի մի ուշացրա, չգիտեմ, տարատեսակ վիրավորանքներով ու մյուսով, այդ ընթացքում ես տարբեր հանդիպումներ եմ ունեցել, տարբեր տարբերակներով վերլուծություններ իմ թիմակիցների հետ եւ բոլորին այս մասին մանրամասը ես տեղեկացրել եմ քաղաքական ուժերին, անհատ գործիչներին, բոլորին այս իրավիճակները տեղեկացրել եմ, կարելի է ասել նախապես հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, հաշվի առնելով այս ամեն ինչը, բնականաբար այս ամեն ինչը սպասելի է, իսկ ես այդ ընթացքում ինչ էի ասում, ես ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, թե չէ Վարդանը չէ ես, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմրցվի։ Իմ ասածը այդ է եղել, որ տարբերակ ու պլյուս դրան բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել եմ։ Կոնկրետ։ Այդ տարբերակը հասկացել ենք, որ պետք է այսպես այնպիսի մարդ լինել քաղաքապետ, որ այսպես թիրախում չհայտնվեր այդ մասով խնդիրն էր, որ հաշվի առնելով քաղաքապետի վրա նախկինում եղած գործերը, բայց ոչ միայն շեշտը դրել էի կոնկրետ այդ գործերի վրա, այլ շեշտը նաև դրված էր հաշվի առնելով նաև իր խառնվածքը։ Արդյոք այս իրավիճակում, արդյոք այս իշխանությունների հետ այդ խառնվածքով հնարավոր էր քաղաքը պահել եւ այդ ընդդիմության հավաքական հաղթանակը կարողանալ մինչև վերջ առաջ տանել։ Իմ ասածը այդ է եղել ու ցավոք սրտի այդ ընթացքում մարդիկ մտածում էին, դե ես ավելին չեմ պայքարել, որովհետեւ տպավորություն չլինի, թե ատորակռվի խնդիր է, իսկ այդտեղ բոլորը լավ հասկանում եք, եթե ես այդ ժամանակ կոնկրետ հայտարարել էի ընտրություններից առաջ, որ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու, այստեղից էլ կանգնած առաջի օրվանից հայտարարել եմ եւ մինչեւ վերջ գնացել եմ իմ խոսքի տերն եմ եղել, պահել եմ, հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում եմ, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքել էր։
Պարոն Գրիգորյանը, Քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։ Այսինքն եթե ձեր թիմից կամ այլ Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետ լիներ, կարծում եք իշխանությունը նրանց վրա, այսպես ճակերտավոր ասած, մի քրեական գործ չէր կարել, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում, առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը այդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերը, ընկերոջը, ընկերն էլ դարել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուկասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընդրեց Վարդան Ղուկասյանին, չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյալ երկուս է ուզում, եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լիներ Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների, թիմերի միջեւ։ Նու այս պայթերությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնկատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ հստակ երևում է, չէ՞, հստակ երևում է ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց ցայն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում էին Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, բակավորը, պասանիկը, ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի ավելի ձեր ասած դուք կարծում եք ավարտվեց ամեն ինչ։ Այսինքն արինահեղությամբ կներես էլի, արինահեղությամբ փորձում են նաև քաղաքապետի աթոռը պաշտոնը վերցնել ինչ որ։ Դե այս ամեն ինչը սկսվել է եւ գնում է նրան, որ հասնեն իրենց ուզածին, հասնեն իրենց նպատակին, դե ինչքանով կհաջողի, դա էլ կախված է արդեն ել եմ ասում, քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից, անցած անգամ բառացիորեն, տառացիորեն զգուշացրեցի, որ ժողովուրդ ջան, ելի եմ ասում, չլինի ատորակրվի խնդիր է դրված, բայց եթե ուզում եք հավաքական ընդդիմությունը պահե իր հաղթանակը ու այդ հաղթանակը ճիշտ գեներացնել, ճիշտ օգտագործեք, ուրեմն պետք է գտնել քիչ փոցելի, քիչ պրոբլեմատիկ հարցը առաջ տանելու տարբերակը, որը ես առաջարկել եմ։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել եք, որ կանխատեսում եք կներեք 1000 ներողություն, իսկ թե հիմա պիտի հակադարձեմ, որ առաջարկել էի պնդեիր առաջ տաներ, ժողովուրդ ջան, 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուկասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ եմ։ Բայց դա ինչ կապ ունի պարոն Գրիգորյան, ասենք եթե ենթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կարողանաք նույն այս երկրում ժողովուրդ ջան, բոլորն է խոցելի են, հասկանալի է, բոլորն է խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք ամիսներ առաջ,
ինչ կապ ունի, թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել եք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործիչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն գյումրեցու եւ Գյումրու շահերի, դուրս տվեցիք այն քննադատություններին, որ ասում էին կներեք, բայց ասում էին մարդուն փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային, ինչու դրանց դուք դուրս տվեցիք։ Եղավ այդ փակ դռների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ երբ որ մանդատը վերցրեցի Աթուրվանեցյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարդուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածված։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարդուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ, այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարդուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարդուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է եզննում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարդուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայմանավորությամբ ժողովուրդ ջան, Մարդունը արել է իր քայլը, այս մասով, հիմա որ խնդրի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարդունը, թե Մարդուն ջան դե որ գիտեի, որ այդպես է չանիր։ Ես ասեցի, որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ, լավ, էլ բոլորին անվանական չգնամ, որ կարողացանք ճնշել Մարդունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայմանությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Մի քանի օր պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որտեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգեք հայտարարում։ Բայց ես ինչի դի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ։ Շտաբելու խնդիրը չէ, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա տարբերակ, բայց այստեղ ժողովուրդ ջան, ինձանից կախված չէ, ես ձգելով այդքան հարվածին վրան վերցնելով այդքան լրատվական այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարդունը ձեր ասած պես ամեն ինչ մտածեցին, բայց ես տուրք չեմ տվել ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարդունը այնպիսի բան անի, որ իրենց ցերտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարցակման ենթարկել Մարդուն Գրիգորյանի ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։ Պարոն Գրիգորյան, ավականիում հիմա ուժերի դասավորվածությունը այնպես է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկը փորձի ԿՊ-ին ձայն տալ, իրենք կարող են իրենց տեխնատուն առաջացնել, ճիշտ եմ հասկանում։ Դե 14-19-ներ, այս պայն քաղաքապետը կալանավորված է, 14-18 է, իսկ ընդեղ մեծամասնություն ունենալու համար պետք է 17։ Բացառում եք, որ որևէ մեկը դուք գիտեք, որ տարբեր տեսակի ճնշումներ, եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումները սկսվել է վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները ժողովուրդ ջան ընտրությունների հաջորդ օրվանից, երբ որ ինձանից շատ բաներ կախված, այդ օրվանից մինչև
այսօր տարատեսակ ճնշումներ, թե լրատվական, թե նմանատիպ ամբիոններից հրահրելով, պատերազմներ հրահրելով, առնահեղություն, այս մարդկանց իր դա արուն է ուզում ու անպայման դեն արվում է Գուցե դիմեք իրավապահ մարմիններին, պարոն Գրիգորյան։ Դե իրավապահ մարմիններին դիմելու խնդիրը որն է, ինչ իրավապահ մարմիններին դիմելը որն է, իրավապահ մարմինները այսօր իրենց գործը շատ լավ անում են Գյումրիում, այդ ամեն ինչը տեսանք, ու չաջեստավոր էլի, շատ լավ է, Գյումրիում մենք տեսանք։ Դեռ նոր է սկսվում, չէ՞, Այո, սկսվում է արունահեղություններ ուզում եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով հիմա որ արունահեղությունը կանխվի, լավագույն սցենարը որը պետք է լինի, դուք ինչ եք առաջարկում, ինչպես եք։ Գիտեմ, պիտի ուշադիր լինենք, պիտի ուշադիր լինենք, պիտի զգոն լինենք, պիտի ամեն րոպե այս մասին խոսենք, այս մարդկանց ուզած ինչը մեզանից ստանալ մեկից կաշառակեր անմեղության վարկածը հաշվի առնելով, կանխավարկածը հաշվի առնելով, ես այդ մասին բացարձակ բան չեմ ասում, որովհետև ես պայթորությամբ հստակ ինչ-որ բան չկա ու չեմ է կաշկանդվում, որ եթե վաղը մյուս օր դատական վճիռ լինի հստակ ապացուցում մեղքը, ես բնականաբար ուղիղ տեքստով իմ գնահատականը տալու եմ այդ ամեն ինչին։ Բայց այսօր ամեն ինչը տանում է դրան, որ մեկից ստացան հարաբերական այս պայթորությամբ չագերտավոր ստացան կաշառակերի տարբերակը մյուսին էլ բնականաբար այս պայթորությամբ երևի թե փորձելու են ինձանից էլ ստանան կրիմինալը, կռիվ, ծեզու ճարտեր, չգիտեմ այս, են ու բնականաբար դրանից փոխող մնացած հետևանք։ Դուք Վարդան Ղուկասյանի քաղաքացիալ համարում եք։ Երևի դրա մասին ավելի շատ դուք պիտի ներկայացնեք քաղաքալաջյալը, թե քաղաքալաջյալ չէ, բայց այն որ քաղաքապետ ընտրվելուց հետո այս իրավիճակում արդեն ձերբակալված է, էլ եմ ասում անմեղության կանխավարկածը կա։ Եթե մեղավոր է, ճիշտ ասած ձայնագրություններ, մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որը հետագայում պարզվել է, որ մեկը կդրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ է եղած, դրանով էր պայմանավորված։ Ես հստակ այս առումով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ փաստը չկա։ Եթե փաստը լինի վերջնական, լինի, որ իրականություն է, այս ամեն ինչը բնականաբար քաղաքալաջյալ չէ։ Իսկ եթե պարզվի, որ սարկած ինչ-որ բանով սարկած կարած գործ է, այդ պարագայում արդեն ձայնագրության մեջ ասում եք, ձայնագրության մեջ ասում է վերու է 4 միլիոնը եկեղեցի նկարիչների պարտին։ Ժողովուրդ, ես բացարձակապես այդ դետալների մեջ չեմ ուզում խորանալ։ Կա իրավապահ մարմիններ, կան փաստաբաններ, կա դատարան, թող գնան իրանք այդ ամեն ինչը պարզաբանեն, ճշտեն, մեղավոր է, ուրեմն թող պատասխան տա, ուրեմն թող մենք էլ ամեն մեկս մեր դիրքորոշումը կարծիքը կհայտնենք։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրու կառավարման հետ կապված, այդ մասով ես առաջ օրվանից ասել եմ, տալիս ենք հնարավորություն, չնայած մյուս երկու խմբակցություններն էլ նույն ձևաչափով են մոտեցել, որ տալիս ենք, բայց ոչ մի պաշտոն չենք վերցնում ու պատասխանատվության տակ չենք մտնում, իսկ քարոզարշավի ժամանակ հիմա ելի եմ ասում, քանի որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում իմ խոսույթին, թե ես ինչպես եմ ներկայացրել այդ ամեն ինչը, որովհետև այս պարագայում կլինի այն տպավորությունը, որ մարդը փորձության մեջ է, խնդրի մեջ է եւ ես հիշացնում եմ, որ իրապես մասն Մեր խոսքով, երբ կպարզվի իրականությունը ու երբ վճիռ կլինի, ես հստակ իմ դիրքորոշում կաշկանդված չեմ։ Դուք որպես падգամավոր, ես արձանագրել եք, որ խորհրդարանի անդրոնից, չգիտեմ ում նկատում եք, այսպես ասած, արյուն են ուզում Գյումրիում, գուցե որպես падգամավոր, խորհրդարանի անդրոնից դիմեք իրավապահ մարմիններին, որպեսզի մենք հերթական քարաքարի պատմությունը ողբերգական չունենանք։ Մտադիր եք այդպիսի քայլ անել, թե ոչ, որտեղ ես այդ մասին այստեղ այսքան լրատվամիջոցների մոտ ասում եմ ու ես ոչ թե ուղղակի խոսում եմ, այսպես ասած, շարը ինչ որ մեկի կրբանը փորձում եմ գցել, այդ իմ տեսակը չէ, ոչ ես այդ էքսցենտրիկ բան ունեմ, էլի պահվածք ունեմ, որ բերանից ինչ եկավ խոսեմ։ Ես ասում եմ այն, ինչ որ երեք ու շատ լրատվամիջոցների այն վերնագրերը դրված է հստակ
պատգամավորի կողմից արված հայտարարությունը, որ Մարդուն Գրիգորյանի ընկերներին սպանեցին, Մարդուն Գրիգորյանը գնաց ընտրեց Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Այս պահի դրությամբ դուք իշխանություն եք, դուք պետություն եք, դուք պիտի նայեք ամեն ինչ անեք, որ եթե կան ընտանիքներ, ազգություններ, չգիտեմ, քաղաքական թիմեր, ովքեր որ իրար հետ խնդրեմ ունեն, դուք պիտի ամեն ինչ անեք, որպեսզի ընդհուպ մինչև այդ վիճակը բերեք հասնեք, մարդիկ իրար հետ հաշտ լինեն, համերաշխ լինեն, որ քաղաքներում է ոչ կրիմինալը վխտա, ոչ սպանությունները, ոչ դանագարությունները, ոչ մյուսը, բայց այսօր եթե հայտարարում եք, այսինքն հայտարարում եք, որ Մարդուն Գրիգորյանի թիմից, ընտանիքից դեպքեր են եղել այդ մարդկանցից մեկի ներվը խաղալ ու ինչ որ գործողություն, հա, տանում եք դուք ձեր լեննագանցին դուք ձեր գյուղտին տանում եք նրան, որ մեր միջի այդ ներվը խաղացնեք, որ մենք գնանք հանցագործության, որ հետո դուք եք այ որ ասում էին կրիմինալը եկավ Գյումրի իշխանության, դրան եք տանում 6 ամիս կյանքերս կերակ այդ մասը 6 ամիս տանում եք այդ ամեն ինչին չկա լարվածություն չկա ու այդ լարվածությունը սպանված ընտանիքի միջև ասում են լարվածություն չկա սպանված ընտանիքը իմ ընկերոջ ընտանիքն է սպանված ընտանիքի տղան հա սպանված ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է ընտանիքն է այս ամեն ինչը ի սկզբանե ժողովրդյան քաղաքական է ու Գյումրիում ինչ դեպքեր եղավ, որը ասոցացվավ մեզ հետ, գիտեցեք, որ սա քաղաքական է, որի մեկնարկը էլի տրված է ընտրություններից հետո, երբ որ թե գյումրեցիները ԿՊ-ականները, թե մյուս ԿՊ-ականներից միջանցներում, որ իրար հերթ տալով հարցազրույց էին տալիս, բոլորի ասածը մի բան էր, Մարդունը գնաց, աջակցեց իր ընկերոջը խավորին չի դնել ով ում հետ ինչ խնդրեմ ունի բացարձակապես գաղափարը չունին այնքան որի լեզվին հրահանգը երևի SMS-ը իջել է որ այս թեմայով Մարդուն հենց բզբզեք մինչև տեսնենք ինչի են հասնելու մի բան ստացվի ինչ էլ որ լինի այդ ամեն ինչը քաղաքական է ժողովրդյան այսօր հստակ ասում եմ մենք քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք հասկանալի է Վարդան Ղուկասյանին այս պարագայում չեզոքացրեցին Վարդան Ղուկասյանին իր թիմով արդեն փորձության մեջ գցել են խնդրի մեջ գցել են 6 ամիս իմ ընտանիքի իմ թիմի հարազատների հետ կապված ինչ ասես չի արվել ուղղակի իմ խառնվածքին համահունչ ես հանգիստ ոչ լրատվական դաշտում ոչ ձեզ այդ լրագրողների հետ ճեպազրույցներով աղա զանգելով աղաղակելով ես իմ ինչքան հնարավոր է իմ պայքարը պայքարել եմ հնարավորինս աշխատել եմ այս ամեն ինչից հետ մնալ բայց տեսնելով ձեռագիրը ու տեսնելով այս անոնսները ինչ որ ամեն րոպե տանում են գիտեցեք Գյումրիում ինչ դեպք եղավ սա հրահրած է մեզ հետ իմ ընտանիքի հետ այսօր տեսեք ասում եմ իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք փորձանք, փորձություն, գիտեցեք քաղաքական է այդ ամեն ինչը։ Այսինքն այսպես եք ասում, ենթադրվում է, որ մի բան սպասվելի է, որ դուք հիմա այսպես զգուշացնում եք։ Դե հիմա ոնց ուզում եք վերլուծեք, ոնց ուզում եք մեկնաբանեք, ընդամենը ես ասում եմ Ժողովրդյան, մենք քաղաքում ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք, դուք երևի տեսած կլինեք, ես նույնիսկ քաղաքապետի ընտրություններից հետո ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմնի այսպես ասեմ, ֆունկցիա են վերցրել, քան բուն պատգամավորականը, թաղեր, գնալ, հանդիպումներ իմ խմբակցության հետ, Մարդուն ուրես, Մարդունը թողեց մանդատը, ավագանու մանդատը, գյումրեցիներին ձայնը վերցրավ, հետո առհամարես գնաց, ես ազգային ժողովում եմ, ես ոչ միտեղ չեմ գնացել, չգիտեմ ով ուր ինձ ման է գալիս, ես իմ տեղում եմ ու բացարձակապես ոչ մի ձևի կաշկանդվածություն չունիմ, իսկ Ինչ վերաբերվում է, ես Գյումրիում եմ իմ խմբակցության հետ, բավականին ակտիվ աշխատանք ենք տանում, երևի նկատած լինեք, թաղերել եմ գնում, ժողովրդի հետ շփվում եմ, նարդիել եմ խաղում, հանդիպումներ եմ ընդունում, կազմակերպում, գնում եմ իրանց նգուղներն եմ մտնում, կդուրներն եմ բարձրանում, տեղին ամեն ինչը անում եմ ժողովրդյան, այնպես որ Մարդունը Գրիգորյան Գյումրիում է, Մարդունը կաշկանդված չէ, իսկ եթե մեզ հետ կապված այլ բան կլինի, ուրեմն գիտեցեք, որ դա չի մարսվել Գյումրու ընտրություններով
կատարված իմ քայլը։ Իսկ այն ինչ որ մեղադրում են, փորձում են, ես ինչի սկզբանե ասեցի, որ սա պայմանավորված չէ Վարդան Ղուկասյանում, որովհետեւ չլինի հիմա էլ տանեն այն դաշտը, թե մարդը խնդրի մեջ է ու ժամանակն է սկսել այդ մասին խոսալու, բայց մենք այդ մասին դի խոսանք, որովհետեւ քաղաքական ուժերը, թե ընդդիմադիր, թե մնացած նմանատիպ բաները պահի տակ, պահի ազդեցությունով չառաջնորդվեն, որ վայ պահի տակ էս է վիճակը, բերեք այսպես անենք, պետք է մտածել, պետք է վերլուծել, հետանոց գործել։ Շնորհակալ եմ։